ավականիում քննարկվում էր աղբահանության հետ կապված հարց, ոնց հասկացանք, որ արտոնություններ են ուզում սահմանել, բայց դուք էլի դժգոհ եք ու դժգոհելով եկաք հասակ միջև եվրաբաջանաղներին։ Եվրաբաջանաղները ինչ կապ ունեն աղբի հետ, իրանց էլ եք ուզում մշակեք, ուղարկեք այդ նախագծի հետ ինչ-որ տեղ, մանրամասնեք։ Նախ ֆիքսենք հետևյալը, որ ինչպես միշտ մեկ կամ երկու զեկուցվող հարց է լինում եւ հարկադրված է քաղաքական ասելիքի եւ կառավարման գնահատականը տալ զեկուցվող հարցերից մեկի շրջանակներում անկախ հարցի բովանդակությունից, դա առաջին հերթին դրա արձագանքն էր, ինչպես նաեւ Գյումրիի ընտրություններով երկրում նաեւ քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, որը հարկ էր արձանագրել, որպեսզի թե դահլիճում գտնվողները, թե երևանցիները, թե ոչ երևանցիները հաղորդակից դառնային մեր գնահատականին, մեր մոտեցումներին եւ մեր հետագա անելիքների մասին մեր մտադրություններին։ Հասկացա։ Հիմա աղբահանության մասով եթե բուն նախագծին անդրադառնանք, ինչով էր այն խնդրահարույց։ Խնդրահարույցը նրանով, որ այդ արտոնությունները, որ բերվում են, երկար քննարկումների ինչ-որ մտավոր գրոհի արդյունք չի։ Դրանք խոցելի խմբերը կամ ասենք ողջամիտ կանխավարկածով արտոնություն տալը չի ենթադրում, որ դեկտեմբերից մինչև ապրիլ դուք պետք է մտածես, նոր արտոնություններ բերես եւ դրա օրինակով մենք ցույց ենք տալիս, որ բոլոր ուղղություններով կլինի աղբահանություն, կլինի տրանսպորտ, կլինի քաղաքի կառավարման այլ ուղղություններ, այս իշխանությունները անում են մի բան, հետո դրա հետևանքների դեմ փորձում են պայքարել, բայց արդյունքում քաղաքը պարբերաբար տարբեր ուղղություններով ճգնաժամ է ապրում եւ միով բանիվ քաղաքը ունի կառավարման ճգնաժամ, եթե այդ ամենները գումարում ենք այն կոռուպցիոն եւ հովանավորչական դրսեւորումները, որոնց մասին բարձրաձայնեցինք եւ որոնց դրսեւորումները բերում են, այսպես ասենք, սերիալի վերածված ձերբակալությունների, ակնհայտ է դառնում մի բան, որ Երևանը ունի ոչ կոմպետենտ իշխանություն եւ Երևանին օր առաջ պետք է նավականով արտահայտ ընտրություններ։ Մի բան էլ պարոն Սուքեսյան, մի քանի օր առաջ հանձնաժողովի նիստում դուք կարողացաք դրական եզրակացություն ստանալ տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագծի վերաբերյալ։ Հիմա նախ դա ոնց հաջողվեց ձեզ, ոնց հասկացաք ԿՊ-ն չէր մասնակցում կամ բավարար ձայներ չկային ԿՊ-ի իշխանության կողմից, եւ երկրորդը հիմա ավական նիստում այդ այսօրվա օրակարգում այդ հարցը ընդգրկված է թե ոչ, եւ ինչ եք մտածում ԿՊ-ն հիմա ինչ դիրքորոշում կհայտնի։ Կոալիցիայի մաս կազմող ավականու անդամները այդ օրը սակավաթիվ էին ի համեմատ նախորդ նիստերի, միևնույն ժամանակ էլ կոալիցիայի մաս չկազմող ուժերը միահամուռ կողմ քվեարկեցին եւ ձայների 8-6 հարաբերակցությամբ ստացավ դրական եզրակացություն։ Այդ թվում հանրային ձայնն է կողմ քվեարկել։ Այո, հանրային ձայնը։ Ովքեր էին հանրային ձայնը։ Վահան Ավակյան եւ Վահեն Եսայան։ Իրենք կողմ են։ Այո, իրենք կողմ են։ Որ նախինում ակաման նպաստում էին։ Այո, նախագծերի թանկացման անցնելու։ Այո։ Դեմ Ավինյանին քաղաքապետ ընտրելուն կողմ են եղել։ Դե այդ հարցերի շուրջ հարցադրողները իրենց պետք է ուղղել եւ իրենք պետք է այդ հարցերին պատասխանեն։ Հետո արդեն մտել է այսօրվա օրակարգ, թողեցին այդ հարցը վերջում եւ ինչ որ ենթադրություն կարելի անել, որ նախորդ նիստի օրինակով չեն բացառում, որ նույնպես երկչոտ եւ այսպես ասենք ցինիկ կերպով իրենք չմասնակցեն հարցի քննարկմանը կամ ովքեր չմասնակցեն ԿՊ-ն։ Ահա իշխանությունը իր կոալիցիոն գործընկերներ որ չմասնակցի քվորում չլինի չէ թե ոնց դու չի բացառվում նման հավանականություն, բայց այո, բայց կարող է նաև պատահել, որ քվորումը լինի։ Բայց քվորումը արդեն կա, չէ՞, նիստը մի ընթացքով չի գնում։ Կանոնությունը ենթադրում է, որ ամեն հարցի քննարկման ժամանակ պետք է քվորումը ապահովված լինի։ Մի բան էլ ձեր խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, որի լիազորությունները հարկադրաբար դադարել էր ավականու որոշմամբ, քաղաքային իշխանության, հիմա դատարանի որոշմամբ վերականգնվել է, բայց նրա փոխարեն կարծեմ այլ անձ արդեն մանդատ ստացել է։ Այս կազուսային իրավիճակը ոնց է լուծվելու, եթե կազուսային համար։ Նախ դեռևս ուժի մեջ չի մտել դատավճիռը, մեկ ամսյա ժամկետում հնարավոր է որ բողոքարկեն քաղաքային իշխանությունները։ Հերթը երբ որ հասնի դրան, ինչ որ լուծում իրավական տիրույթում կգտնենք, աննախադեպ իրավիճակ է, իրավաբանների մասնագիտական տիրույթում է գտնվում։ Սպասից արձագանքել են ինչ որ կամ բողոքարկելու են։ Չեմ կարող ասել։ Այսինքն սպասենք երևի մեկ ամիս, հա։ Մեկ ամսյա սպասենք, այո, ժամկետը լրանա, հասկանալի կլինի ըստ այդմ։